Սա տատիկս է, Ոսյան Ղամբարյանը, չգիտեմ որ թվականի լուսանկարն է, սա միակ լուսանկարն է, որ հասել է մեզ։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նկարիչ Ներսես Մելիքյանը թերթում է իր հիշողության ամենացավոտ էջերը։ Տատիկս Թուրքի տանը որպես հաստուխ աշխատե, երբ որ սկսվել է արդեն 15 թվականի ջարդերը, եկես զգուշացրել են, եթե որևէ հայ ձեր տաներում հայտնաբերվի, բոլորիդ կսպանենք։ Իրանք տատիկին 2 օր թոնիրի մեջ են պահում, արդեն 3-րդ օրը ասում են, որ պատմությունը սենց է, քո պատճառով որ մենք խնդիր չունենանք, տատիկին իրանք ճանապարհում են։ Ուստիան Ղարիբյանը Վանի գաղթականներից է, գաղթի ճանապարհն անցել է միայնակ, քանի որ 1915 թվականին թուրքերը գիշերով ամուսնուն եւ 11 երեխաներին առևանգել էին, տարել անհայտ ուղությամբ։ Տատիկը գալիս է Վանա լճի ափը, պատում էր ինքը, որ աղվեսի բուն է գտնում, մի հատ տեսնում, մտնում է այդ աղվեսի բունը 3 օր սոված ծարավ, այդ աղվեսի բնի մեջ օրեր անցկացնում, միջև ասում է գիշերը ինքը գյամչի էր ասում, այսինքն այդ նավավարը, որ տեսնում է գիշերային ինչ-որ կրակ կա, լույս կա, մոտենում է ափին, տատիկս այդ ժամանակ մոտենում է, իրանք անցկացնում են Վանի այս մյուս կողմը, եւ այդպես ինքը շարունակում է ճանապարհը դեպի Հայաստան։ Սա Թուրքի յաթաղանից մազապուրծ եղած մի կնոջ մասին է, որն արտացոլում է մեր պատմության ամենաողբերգական դրվագներից մեկը։ Նկարիչը մորական տատին հուզմունքով է հիշում, ասում է մինչև կյանքի վերջին օրը սպասում էր բարի լուրի, որ հնարավոր է իր զավակները կան, ապրում են։ Միշտ հույս ուներ, որ երևի պապիկա լուր կունենա կամ ինչ-որ մի տեղից մի բան, ու տես տարիների ընթացքում ոչ մի բան, ոչ մի լուր չունեցե։ Տատիկը շատ էր կարոտում իրենց գյուղը, իրենց տունը, ասում էր, եթե հենց հիմա էլ ինձ թողնեն, ոտաբոբիկ կգնամ կհասնեմ մինչև իմ տունը, կգտնեմ իմ տունը, ու ասում էր, ինչ-որ բաներ ուներ այնտեղ պահած, ասում էր, գեդինը փորեցի, թթի ծառի տակը ինչ-որ բաներ եմ պահել։ Վանից Հայաստան բերած կարոտն ու սարսուռն ամբողջ կյանքում ուղեկցել են ոճրագործության ականատես կնոջը, բայց իր մեջ ուժ է գտել եւ ամուսնացել է 2-րդ անգամ։ Մայրս ծնվում է, երբ որ տատիկս լինում է 59 տարեկան, պապիկս 80։ Այդ տարիքում ունենում են իրանք 13-րդ երեխան, դա մայրս էր։ Ցավը կրկնապատկվում է, երբ 2-րդ ամուսնությունից ծնված զավակին եւս կորցնում է, այս անգամ արդեն հայրենական մեծ պատերազմում։ Նկարչի հիշողությունում դաջվել են տատի տխուր աչքերը, պատմում է, այդքան ցավ տեսած կինը կամքով շատ ուժեղ էր, իր վիշտը զուսպ խեղդում էր ներսում։ Միևնույն ժամանակ շատ ազնիվ ու միամիտ կին է եղել Ուստյանը, Ներսես Մելիքյանը տատի անվան հետ կապված մի պատմություն է հիշում։ Քաշն Ազար ֆիլմի ժամանակ, որ ասում է Ուսյան դուրը բաց արա, տատիկիս անունը Ուսյան է լինում, գալիս է դուրսը նստած են ծնողներս, ընկերներով բանով, ասում է տելևիզորի մեջից, հեռուստացույցի մեջից ասում են արի դուրը բաց արա Ուսյան, ես որ դուրը բաց եմ, որ ինքը մեջից դուրս կա, այսպես միամիտ կին է եղել ինքը։ Ես հիշում եմ մի պատմություն եւս, որ պապիկը, որ աշխատել էր Պոլսում, այդ մարդը պապիկին գումար էր պարտք մնացել, Վազգեն Վեհապարի միջոցով էին ուզեցել, չգիտեմ տարբեր ճանապարհներով, ուզեցել էր իր պարտքը մարեր, այդ գումարն էր որպես հիշատակ, տատիկը այն պատից կախված ժամացույցն է գնե, մի ժամացույց, մի հատ փոքր խալի։ Մելիքյանի արվեստանոցում միշտ լռություն է տիրում, բայց կտավների պատկերներն ու հերոսները խախտում են լռությունը, խոսում ցավի լեզվով։ Այս ստեղծագործությունը կոչվում է վերածնունդ, որովհետև ներքևի հատվածը, որ տեսնում եք, այստեղ ցեղասպանության դաժան կադրերն են, որոնք ես օգտագործել եմ, եւ
այն ծառը, որպես վերածնունդ, որպես խորհրդանիշ ծառն է, եւ մենք կանք, կլինենք ու լինելու ենք։ Սա ստեղծագործությունը վերջացրել եմ, քանի որ ես մի ստեղծագործություն արդեն ունեմ Ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրած, սա երկրորդն է։ Ներսես Մելիքյանի տատի պատմությունը մեր ամբողջ ազգի ցավն է, կորուստներով ու վերքերով լի։ Բայց միևնույն ժամանակ այս պատմությունները խոսում են հայի հպարտ, պայքարող տեսակի մասին, որը ոտքի կանգնեց ու թեկուզ դարեր անց տեր է կանգնելու արդարությանն ու պահանջելու է դատապարտել թուրքի ձեռքով կատարված ոճրագործությունը։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։